բուք ու բորանք, մութ գիշերին, պտտվում էր ֆիդային։ Մենք ագրեսոր չենք, չնայած մեզ դենց են ներկայացնում։ Մեր հասարակություններ, ղեկավարություններ, չգիտեմ, հարաբերական ընդդիմություններ քնած ենք իրար միս ենք ուտում։ Երբեք այսքան վտանգավոր չի եղել մեր գոյության կեսության հարցը, ցեղասպանությունը, ռեալ ոչնչացում, ռեալ արժե զրկում, մշակույթով, ամեն ձևով ինքը ակտիվատորն է երրորդ համաշխարհային։ Մեր դիվանագիտությունն է բոպիկ ձևավորվելու է իրական նոր ինքնապորտկոմ։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Մինչ դուք բաժանորդագրվում եք մեր ալիքին, ես մեծ սիրով ներկայացնում եմ Extrasense Կարեն Ափոյանին։ Բարև ձեզ, բարով եք եկել։ Բարև ձեզ, Արտակ ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, պարոն Ափոյան, ինֆորմացիոն հեղեղ է, հա, մինչև գալիս է երեկոն փոխվում են մի շարք իրադարձություններ, այդ թվում մեր շուրջ։ Մենք գիտենք, որ պաշտոնական լրահոսի համաձայնեցված են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բոլոր կետերը։ Ավելին այսօր Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ եւ այսպես հստակեցումներ են գնացել նախագծի տեքստի համաձայնեցման եւ դրա բանակցությունների ավարտի շուրջ։ Դուք ինչ եք կարծում նախ այս process-ների մասին ձեր տեսակետը եւ արդյոք իսկապես հնարավոր է այդ այսպես ասած խաղաղությունը։ Ես բազմիցս ասել եմ, ելի եմ կրկնվում, խաղաղություն որպես այդպիսին բոլորս էլ ուզում ենք, գիտակցում ենք, բայց թշնամի պետության կողմից խաղաղության գալը դա ուղղակի ոնց որ խապկանք է մեծ հաշվով, այսինքն ես sense եմ հասկանում, որ կարող է ժամանակ շահի, որ հետո իրականում շատ լուրջ հակահարված տալու, որովհետև մենք խաղաղության գնում ենք իրականում փորձում ենք, ագրեսոր չենք, մեր, չգիտեմ, ղեկավարությունից սկսած մեր հայրենիքի բոլոր անդամներից մենք ագրեսոր չենք, չնայած մեզ դենց են ներկայացնում մեր թշնամի պետությունները, մեր հերոսներին ու պետք է գիտակցենք, որ այստեղ ամեն ինչ հաշվարկված մտածված արվում է մեծ մասշտաբով, այսինքն մեծ ժամանակահատվածի մեջ, բազմիցս շեշտել եմ, ելի շեշտում եմ, դարերի ընթացքում մեծ թուրանի իրականություն չդարձավ մեր դիմադրությամբ, այսօր մենք լուր համաձայնությամբ իրականացնում ենք թուրքերի, թշնամիների այն վաղուց բաղձալի երազանքը մեր ձեռքով մենք մեզ մատաղի Չէ, մենք չէ, Հայաստանի վարչախումբը եկեք իրենց ամեն դեպքում որպես պետություն ներկայացվող, չէ, ասենք մենք չգիտակցելով խորքային իր վտանգները, վախենալով իբր պատերազմից, այսինքն որովհետև եթե մեզ ոնց որ մատե թափ տալի Ալիև ասում է, այսը պատերազմ կանեմ, իրականում կարա անի, այնպես չէ որ չի կարա անի, որովհետև ինքը 20 թվականի պատերազմից հետո լավ մինչև այսօր շատ լավ զինվում է, շատ լավ, այսինքն այստեղ մեծ ծրագիր կա, բայց մենք մեր հասարակություններ, ղեկավարություններ, չգիտեմ, հարաբերական ընդդիմություններ քնած ենք իրար միս ենք ուտում, այսինքն ես որ նայում եմ թե իրենք ինչ հանցավոր պլան ունեն ու ոնց են հերթականությամբ տարբեր ձևերով ներթափանցել արդեն մեր մեջ, այդ դրա հետևանքները անկեղծ եմ ասում շատ վտանգավոր է, այսինքն երբեք այսքան վտանգավոր չի եղել մեր գոյության կեսության հարցը, ոնց որ այսօր դանդաղ տանում են դրան։ Հիմա մենք ինչի ենք սպասում, եթե որ ասեք Իրանը, օքեյ, Իրանը իր դիրքորոշումը, իր ազատությունը, եթե իր տրանսֆերը աշխատում է, ինքը ինչ որտեղ կարա զիջումների գնա, ասի, եթե Հայաստանը ուզում է, հա, որոշակի առումով կարա գնա, նենց չի որ ասեմ Իրանը ամեն ձև մեզ պահելու է, չէ, ինքը իր շահն է ունենալու, բնականաբար, հա, լավ դաշնակից է, բայց մենք պետք է մեր հույսը չդնենք, չգիտեմ, Իրանի, Եվրոպայի, Եվրոպան խապկանք է, նախորդ ասում եմ, եթե մենք ամեն ինչը մեր ազատությունը, մեր պաշտպանությունը, մեր անվտանգությունը հանձնենք Եվրոպային, Եվրոպան մեզ գցելու է կոպիտ ասած։ Լավ հիշեք։ Այս չեք ասում։
Չէ, ձեր համար զարմանալի է։ Ինձ համար որն է, հեսա Խզմալյանը, բանը, այնտեղ են արևմտամետ տղեկը։ Ես անձերին չեմ։ Ֆրանսիայի բանով է, նայեք, շնորհիվայրությունիքը միջև ես չեմ դիտարկում, թե կողքից ովքեր ում են համակրում կամ ինչ են ստորագրում կամ ինչ են որոշում։ Ես զուտ էներգետիկայով հասկանում եմ, որ Եվրոպան մեզ չի կարա օգնի, կարող ինչ-որ հարցերում ֆինանսապես օգնի։ Մի 5-6 հոգի ԵՄ դիտորդ կա, որոնք այնտեղ Սյունիքում հյուրանոցում հրված են։ Թուրք ադրբեջանական տանդեմը սարսռում է իրանցից, հասկանում եք, դրա համար չի արձակվում։ Հիմա ասենց ասեմ։ Էս ինչ եք ասում։ Թողեք արտահայտվեմ, որ խոսքս չկտրվի, էլի։ Բայց դեռ դուք պիտի չասեիք, արևմտամետները ձեզ չեն ների։ Թող չներեն, այստեղ կա դաժան իրականություն։ Այսինքն ոչ է այնպես չի, որ էսե դրսից գալու են մեզ փրկեն։ Չէ, մենք իրականում ինչ կան ժամանակը ձգձգվում է, հասունանում է մեծ խոշոր մասշտաբային պատերազմի վտանգը։ Հենց մեր հողի մեջ, մեր սուվերեն տարածքի ու ոնց որ ուզում են հասցնեն Հայաստանը կապիտուլյացիա։ Այդ հիշեք, այսինքն դա գրված է ամեն ձևով թույլատնելու են, վերջում կանգնեցնեն փաստի առաջ։ Դա կլինի մի տարուց, 5 տարուց, 10 տարուց, դա գծված է 100 ամյակներ առաջ է գծված։ Հիմա մենք եկել ենք հասել ենք կրիտիկական են վերջի կետին, որ եթե չգիտակցենք, որ մեր հույսը մենք ենք, մենք իրականում որպես ազգ կարող է գոյություն չունենանք։ Չէ, շատ լուրջ եմ ասում, որովհետև այսինքն ամեն լծակ օգտագործումը թե ներսից, թե արտաքին աշխարհից մեզ ոչնչացնելու, եթե մարդիկ դա չեն տեսնում, ուրեմն կույր են, ուրեմն այդ սարսափելի է։ Այսինքն իրականում խորքային դուք չեք պատկերացնում ինչ վտանգավոր բաներ է հյուսվում մեր տարածքի շուրջ։ Ինչ վտանգավոր բաներ է հյուսվում։ Ասում եմ, ռեալ ցեղասպանություն, ռեալ ոչնչացում, ռեալ արժեզրկում, մշակույթով ամեն ձևով չեք տեսնում, որ մշակույթից սկսած, լեզվից սկսած, գիտակցությունից սկսած, ազգային մենտալիտետից սկսած քանդում են, ասենց եկել են բառացիորեն քանդում են, էլ չգիտեմ, սրանից ված չի կարա լինի։ Այսինքն պատերազմը փրկություն է այս դեպքում։ Պատերազմ արթնացում է։ Քնած մասսայի որոշակի տեսակ, որ ես չեմ ուզում պատերազմի, ես կողմ չեմ պատերազմի, բայց պատերազմը միակ լուծումն է մեր ինքնաոչնչացման եւ արտաքին ուժերի կողմից։ Ուզենք, չուզենք, վաղ թե ուշ այդ լինելու է, այդ խաղաղությունն է, ես չեմ հավատում, էլի, անկեղծ ասում եմ։ Ժամանակավոր հա ինչ որ բաներ, բայց խաղաղության անվան տակ քիչ-քիչ օղակը սեղմում է։ Ախր այդ խաղաղության պայմանագիրը ենթադրենք ստորագրեցին, որևէ երկիր չի երաշխավորում այդ փաստաթուղթը։ Վաղը կներեք, Հեյդարովիչը խախտեց։ Սուլթանը խախտեց։ Ով է ասելու աշխիդ վերևը ունք կա։ Որովհետև աշխարհակարգն է այտենց, այսօր աշխարհում շատ անարտարություններ են տեղ ունենում, Սիրիայում ցեղասպանություն է տեղ ունենում, այսինքն այդ 21-րդ դարում հարաբերական տեխնացին զարգացված դարում դեռ մարդը մնում է աբորիգեն եւ ավելի ցածր էակ։ Այսինքն այսօր նաև շատ նուրբ աշխատում են մեր հավատքի վրա, ոչ թե կրոնի, մեր իրական արժե համակարգի, մեր ոգեղենեության, դա էլ տարբեր հավատներով, տարբեր իրար դեմ հանելով, մի հատ գաղափար, մի հատ սխալ բան են խոսում, այսինքն մենք հասարակություն, օրինակ, եթե ուզում ենք մնանք, մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած խոսք այդ կլինի լրագրող, կլինի մասնագետ, կլինի քաղաքագետ, կլինի, չգիտեմ, դիմություն, ընդդիմություն, պետական գործիչ, ցանկացած խոսք դրանից կարա ռեզոնանս տա ու ալիք բարձրանա, ոնց ասեմ, ավելի լուրջ վտանգների։ Պարոն Ափոյան, տեսեք, դուք ճիշտ եք, որ կա պայմանական, հարաբերական էական չի, ընդդիմադիր քաղաքական միավորում։ Չկա ընդդիմադիր։ Չէ, դե կան։ Կա պարլամենտական, կա արտախորհրդարանական, կա իշխանական թե, որը լծված է իր ընտրություններով։ Ոմանք ընդհանրապես ընկել են Էրդողանի ու Ալիևի ոտերն են պաչում, որ խաղաղության թուղթ մուրան, առանց գիտակցելու, որ չեն տալու, եղբայր, ուզում եք մեռեք, ուզում եք ինքնահարկիզվեք, Վազգեն Գասպարի, Վարդգես Գասպարի պես պարկեք, ինչքան պարկելու տեղ կա, չեն խաղաղության պայմանագիր ստորագրել, որտեղ իրենք մեր չգոյությունն են ուզում։ Բայց դրանից զատ, այս ամեն ինչ է քաղաքական այս միավորումներից զատ, կա մի հատ հսկայական մասսա, որը անտարբեր է, ոչ թե անտարբեր է, չգիտի ինչ անի։ Ասում է, այս 4-ն էլ սրիկա են, նախկինները չպետք է գան, էսի դավաճան է եւ այլն եւ այլն։ Հիմա այդ մարդիկ
ինչ անեն։ Այդ մարդկանց ձեր խոսքը որ ուղղում եք, գիտակցում են, հասկանում են, նոր քաղաքական ուժի են սպասում, թե ընդհանրապես Գուլիայի Վասիա, հիմա դե կլինի տարբեր շերտեր կան, տարբեր գիտակցական շերտեր կա, իրականում մասսակավ ու քիչ չի, որը անտարբեր է հայրենիքի հանդեպ իրականում, որ պարալնի ինքը այստեղ չի լինելու, թեկուզ, չգիտեմ, պաշտպանելու, կռվելու կամ դիմադրելու, իրականում մասսակավոր ու քիչ չենք էլի, որը պատրաստ է ցանկացած գնով պայքարելու գաղափարի հայրենիքի, ոչ թե ինչ որ քաղաքականացված, ուղղակի խնդիրը գիտեք որն է, որ նայեք մեզ ինֆորմացիոն տարբեր աղբյուրներով անընդհատ մեր վրա ազդում են, այսինքն մեր գիտակցությունը արդեն հոգնել է, ոնց ասեմ, պայքարելուց ու խաբվելուց, արդեն գիտակցող մարդու համար ինքը խաբված է, իրականում խաբված ու անճարությունից իր մոտ սկսում է խնդիրներ։ Այսինքն չգիտես ում հավատաս։ Հա, բնականաբար, որովհետև ով եկավ ինչ խոստում տվեց, մարդիկ գնացին ընտրեցին, չգիտեմ, հավատացին, փողոց դուրս եկան, հակառակը լրիվ ոչ թե չստացվեց, մարդկա ոչ պրոֆեսիոնալ է կարա չստացվի, բայց հակառակը տեղի ունեցավ ու մինչև այսօր։ Հա, բայց կռվից չեն հոգնում, պարոն Աբրահյան, այտենց հոգնածներին ու թույլորին ոչնչացնում են այսօրվա։ Սպարտայում ընդհանրապես գիտեք ինչ էին անում, հա։ Հիմա մենք իրականում գիտակից մասան պետք է ճիշտ պահին միավորվի։ Այստեղ մենակ իրական միավորումն է, որը ոչ թե ինչ-որ մի անձի, այդ անձը էլ եմ ասում, պահ եկավ, ինք իրան այդ անձերը կծնվեն։ Բայց ռեալ հնարավոր է այդ միավորումը։ Անկեղծ ասած, եթե չխանգարեն, հա, որովհետև հենց ուզում է միավորվի ազգ գիտակցությունը, անընդհատ պարակտիչները հատուկ կանգնած են։ Անկեղծ եմ ասում, հատուկ կանգնած sense մշակված են։ Տեսնում են դեղի իրոք լուրջ բան կա, եթե չեն կարա տանում փակում են։ Կոպիտ ասած։ Այսինքն վտանգավորը ներսից է, այսինքն մեր լուրջ խնդիրը մեր ներսի, ոնց ասեմ, խառնաշփոթությունն է, որ պայն ուզենան, չգիտեմ, ժողովուրդը ինքնաբուխ, ինքնակազմակերպի հանուն հայրենիքի պաշտպանության կամ արտարության, այդ վիժում է տեղ ունենում։ Դե Սրբազանը միավորեց, այնքան բզբզացին էլի բան արեց։ Բայց էլի ուժեր տարբեր մարդկանց միջոցով կարողացան պարակտել։ Հասկանու՞մ, այստեղ պետք է անznազով անznավորություն վստահելի, ոչ թե նախկինները, այսինքն պետք չի քաղաքական գործիչ вообще, որտեղ քաղաքական գործիչ չկա, ոչ ոք քաղաքական ինստիտուտներ չի ավարտել, որ որպես գործիչ լինի, շատերը։ Դրա համար, այսինքն եթե արհեստական սարքել են նախկին ներկա բանավեճ կամ հակադրություն։ Չէ, հիմա ուրիշ է, ով է բերել Նիկոլին։ Դու արա հիմա ասել էի։ Ինչ կարևոր է դա, հայրենիք են կորցնում։ Կամ եթե կարևորել է փրկենք հայրենիքը, դու հասկանանք ով է բերել, բերողինը դատենք, բերվողինը նետը։ Ոնց որ այստեղ շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, որ անկեղծ եմ ասում, ես էլ եմ շեշտում, չենք գիտակցում, որ կորցնում ենք, կորում ենք մենք։ Քարտեզի վերից չնջնում ենք։ Բայց դրա գիտակցումը չկա է ախր։ Սիրիան ընդե մտան, հա, բայց մեզ բան չեն ասի։ Հիմա գիտակցումը բլուրա կտանք, հիմա Արցախը տվին, կներեք, Սևանից մի վերևին 30% թրաշենք կտանք, Սյունիքից մի երկու բան կարելի է բան անել։ Դե գնում է դրան։ Հա դե բայց կարևորը խաղաղ կապրենք։ Չենք ապրել։ Թուրքիայից պամիդորի էժան կբերենք, բանստեղ կվերավաճառենք, ինչ վատ է։ Ծնվել ենք, պետք է երջանիկ ապրենք, տժանք եւ վերջ։ Մի քիչ էլ հայրենիք թող փոքր լինի։ Հա, գնալով դες փոքրանում է ու վերջում չենք լինի։ Այստեղ հարց է, ամենակարևոր հարցը կա, պարոն Ախոյան, թե չէ։ Գիտակցումը շատ քիչ է։ Ինչու, ով է մեղավոր։ Ես, դուք։ Այստեղ մեղավորներ փնտրելով խնդիրը չի լուծվում։ Պետք է իրականում, ես էլ եմ ասում, ցանկացած մասնագետ, ով ուզում է, չգիտեմ, հայրենիքի համար որոշակի ծառայություն մատուցի կամ իր պարտքը կատարի, ինքը առաջինը պետք է լռի հիմա լռելու ճիշտ ժամանակն է, որովհետև անընդհատ երբ որ մարդը էմոցիա է արձակում, խոսում է, այսպես ժողովրդին խաբում են, մարդիկ հոգնում են ու այդտեղ թշնամին իր գործը անում է։ Մենք պետք է սուս ու փուս մեր գործը անենք։ Ես գիտակցում եմ, որ հիմա խնդիր կա, ես մտածում եմ ինչով կարամ իմ համախոհին գտնեմ, համագործակցեմ։ Սփյուռքի հետ պետք է համագործակցությունը մեծանա, որովհետև Սփյուռքից ալիք է գալու, ես ասել եմ։ Էլ եմ շեշտում, այսինքն Սփյուռքից էլ լինելու շատ ուժեղ ռեզոնանս, բայց վտանգավոր պահերին, երբ որ արդեն ռեալ անելանելի վիճակում ենք լինելու։
իրականում տարօրինակ է, բայց ինձ եկա, որ մենակ ձեր լուծումը է, կոպիտ ասած, այս իրավիճակում ուզեք չուզեք դա պատերազմն է։ Դա ինքնապաշտպանություն է, պատերազմը չէ։ Դա ինքնապաշտպանությունն է, զինված ինքնապաշտպանությունն է։ Ես դեռ հիշում եմ փոքր ժամանակ, որ Սովետը փլուզվեց ու բան եղավ, ոնց որ պատերազմը սկսվել էր, թե նոր պետք է սկսվեր, ամբողջ խանութներում վաճառում էին կացիններ։ Բոլորը կացիններ էին գնում։ Այդ ինչ որտեղ ինքնապաշտպանություն էր, ես հետո հասկացա, էլի։ Դեղին փոչով sense կարող է բոլորն էլ հիշեն։ Sense massայական բոլորը sense կացին էին գնում, էլի։ Չունեմ այդ բնազդեր, թե ինչ որ ծրագիր էր, որ ոնց որ ինչ որ ձևով, ոնց որ դու քեզ պաշտպանես։ Հիմա մենք ինչ որտեղ թուլացել է, շատ է թուլացել մեր բնազդը ինքնապաշտպանական, մենք միշտ մտածում ենք, մեզ միշտ կերցրել են, լցրել են, որ այս ամերիկացին կգա, կփրկի, ես կոպիտ եմ ասում, Տրամպը, ես որպես իրանոզուց sense իր դաշտը նայելով, իր ներսը նայելով, ինքը վտանգավոր է մոլորակի համար։ Ինքը ինչ խոսում է հիմա։ Այդ խեղճ պապին եկավ Ուկրաինայի պատերազմը կանգնացրեց, այ։ Հա, ինչ խոսում է ինքը հակառակն է անելու, հետևանքները կտեսնեք։ Հետևանքները կտեսնեք իր Չնայած Եմենի ոնց որ հետ բզբզում են այնտեղ աղագին։ Հիմա նայեք, այսինքն ոնց որ ինքը ակտիվատորն է երրորդ համաշխարհայինի։ Ինչքան է խաղաղությունից խոսի, ինչքան է մեծ ամբիցիաներ ունի ու այստեղ մեր հասարակության մեջ ճիշտ է, ես չեմ ասում, թե պետք է մեր հույսը դնենք ռուսի վրա, որտեվ մենք մեր հույսը մեր վրա պիտի դնենք, բայց իրավունք չունենք մենք մեր հարևանի հետ ուզենք չուզենք, ոնց որ ինչ որտեղ ճիշտ հարաբերակցություն, ճիշտ դաշնակցություն, ճիշտ դիվանագիտություն, մենք դիվանագիտություն չունենք ռուսի հետ, մենք ասում ենք ռուսը գա մեզ փրկի, չէ, ռուսը մեզ չի փրկելու, հիշեք։ Մեր դիվանագիտությունն է բոպիկ կոպիտ ասած, որ ռուսը ասում է ես չեմ տվել, դուք եք տվել, կոպիտ ասած։ Ճանաչել։ Հա, դուք եք ճանաչել, դուք եք բնականաբար ռուսն է ունի իր բաց թողում, իր սխալը, իր չարածները, ես չեմ պաշտպանում, բայց ինքը ապագայում ուզենք չուզենք, ինքը տարածաշրջանում թիվ 1 ասողն է լինելու։ Ու Թուրքիան էլ հավակնություններ ունի, բայց բնականաբար, այսինքն եթե մենք ճիշտ խաղանք, մենք պետք է Թուրքիայի հետ էլ խաղանք։ Ես չեմ ասում պետք է թշնամանանք Թուրքիայի հետ։ Հա Թուրքիայի հետ էլի բան անենք, բայց ոչ թե փալասի պես մեր հաշվին հրավիրենք թուրք լրագրողներին ու ճամարտակենք դրանց։ Խոսքը վերաբերում է դիվանագիտական մոտեցման, ոչ թե ինչ որ ենթարկվելու կամ քծնելու կամ չգիտեմ ինչի հետ կապված էլի։ Այսինքն գիտակ քիչ-քիչ ես նկատում եմ, որ պատերազմից հետո քիչ-քիչ ժողովրդի գիտակցությունը արթնանում է։ Դանդաղ է արթնանում, բայց արթնանում է։ Դրական միտում կա։ Օրինակ, հիմա մենք նայեք, Աստված տվել է մեզ այս խնդիրը, ես մի հատ այդ ոլորտից եմ նայում։ Նայ, իօգուտ մեզ։ Ընդունենք, չընդունենք, զոհերի հաշվով եղավ, ապագայում ռիսկների, տարածքների, կորուստների, իօգուտ մեզ, ասեք խի։ Որովհետև տեսեք հիմա Ադրբեջանը շատ շահեկան դիրքում է, ամեն առումով, իր դիվանագիտությամբ, իր ամեն ինչով, իր ստախոսությամբ, իր ամեն բանով, բայց իրենց ժողովուրդը լռում է անարտարության գլոբալ մասշտաբով ցեղասպանության հանդեպ, ինքն ընդունում է, որ այո, մենք ցեղասպան ազգ ենք, այսինքն իրենք ապագայում արդեն ապահովագրել են իրենց ինքնաոչնչացումը կամ իրենց կործանումը։ Հիմա Աստված մեր սիրելով հանդես մեզ արթնացնում է, ասում է, երբ որ շատ ենք քնած, մի քիչ ծակում է, կոպիտ ասած, ցավացնում է, որ մենք կարթնանանք։ Հիմա այդ process-ն է տեղ ունենում, մենք ցավոտ արթնացման պետք է սպասենք, որ անխուսափելի է, ուզեք չուզեք, ուզենք չուզենք, պիտի այդ արթնացումը ունենանք։ Դա գրված է, որովհետև ոնց որ չեմ ուզում շատ կոդեր բացեմ, մեր գենի վրա դիեզերք է, այսպես ասած, պաշտպանություն ունի, բայց եթե մենք չենք գնահատում մեր գենը, ասում է ցավոտ է, բայց դուք պիտի ոչնչանաք։ Այսինքն հիմա մենք ուզում ենք հայ մնանք, հարցը տեղ է։ Մենք ամեն մեկս մեր մեջ պետք է գիտակցենք։ Օրինակ, շատ sense նյուանս ասեմ, էլի, ինչ տեղի ունենում, ես մտածում եմ, որ նախ վստահ եմ, որ վերջի խոսքը Աստծունն է, ոչ մի բան պատական չի։ Ես համոզված եմ, ֆիզիկական մահը մահ չի,
գաղափարական մահն է մահ։ Ով գաղափարապես արդեն ինքը մահացել է, ինքը ավելի լավ է, ուզում է 100 տարի ապրի, ուզում է ճոխ ապրի, ուզում է ստամոքսը լցնի, ինքը մահանալու է շատ դաժան, շատ ցավոտ ու ոնց որ ուրիշ ձևերով։ Հիմա ասենց այդ քաղաքական թեմա է սարքը, օրինակ մեր գերիները։ Շատ նուրբ դիտարկում կա, զուտ ինձ այդ ինֆորմացիան եկավ, չգիտեմ, մեկ մտածում է ասեի, չասեի, եթե եկել է, ես պետք է ասեմ ինչ-որ բան։ Նայեք, կոնկրետ իրականում հիմա ովքեր որ գերի են Ադրբեջանում անարտար ձևով, ես չեմ ասում իրանք արժանի են, արժան չեն, այդտեղ ես դատավոր չեմ։ Բայց բնականաբար դա տեղել կա Աստծո մատխառը։ Օրինակ մեր հայրենակիցներն են, ես ուրախ չեմ որ այնտեղ են, կուզենամ վերադառնան հայրենիք, անկեղծի սրտե ես աղոթում եմ որ վերադառնան։ Բայց այնքան տեղեկան որ ուրախ անկախ իրենք լավ են արել, վատ են արել, ինչ են արել։ Նայեք, հիմա պակասում է սերը։ Եթե այդ օրինակ աններ չտամ այդ գերիների հարազատները, որոնք որ չգիտեմ, ունեն ունեցվածք ունեն, չունեն, եթե իրենք ի սրտե sense Աստծուն խնդրեն, ասեն, չգիտեմ, հանուն մեր ամուսինների, եղբայրների, մենք գոնե բարեգործություն անենք, գոնե, չգիտեմ, անտուններին որոշակի լավություն անենք, ոնց է որ Աստծուն զոհաբերություն են անում, չէ՞ գառը։ Հա, բայց դե գուցե լիքը անում են, բանապ, հետո լիքը արել են։ Չէ, գիտեք ոնց է, չեն արել։ Մասսայական Դիլյանի դպրոցով է կարիք։ Չէ, հիմա ասեն հանուն մեր, այսինքն այդ կլինի միավորող ուժ, որ ժողովուրդն էլ պահանջի։ Հիմա եթե ժողովուրդը պահանջատել է, նյութով ժողովրդին է արտնասնում։ Չէ, նյութով չես արտնասնում, բայց եթե մեկը օրինակ կոպիտ եմ ասում, ամեն ախապարգի կողքը մի հոգի հաց անում ուտում է կամ բան է անում։ Ես չեմ ասում ճոխություն, ես ասում եմ օգնություն, որ քո հայրենակիցն է, դու մի հատ օգնի, որ Աստված էլ տեսնի, ասի օգնեմ։ Հա, բայց օգնում մարդիկ, վստահ եմ օգնում են։ Արել են, անում են ու էլի եթե Ռուբեն Վարդանյանի մասնախոսը։ Չէ, մենակ Ռուբեն Վարդանյանի մասը չէ, լիքը մարդ անում է։ Իսկն ստեղ ողորմելիներ, ովքեր իրենց մայրիկներին դատի են տվել, կարամ անուններն էլ ասեմ, խոսում են Հենրիկ Մխիթարյանից, որ հայրենիքը չպետք է հայրենիքը թերադասել։ Այ խղճուկ հիմա ասել է, դու ուր էիր, որ Հենրիկ Մխիթարյանը Արցախում օգնություն էր անում։ Միլիոններով օգնություն է տվել, լիքը մարդ արել է, չեն ասել։ Ու հիմա եթե պետք է YouTube-ով փողով կներեք, պարոն Ափոյան, արտանա է ժողովուրդը, որ նայ Ռուբեն Վարդանյանն ընդ ոնց է յուծվում, վիդիտելի գնա պաշտպանի, թող մեռնի ավելի լավ է կամ հարամը լի տան ժողովուրդը։ Տեսեք, դուք սխալ եք հասկանում, այստեղ փողինը չի։ Բայց ինչ օգնություն տան, որ արտանամ, իմ հայրենակցին այնտեղ թշնամին դատում է, ասեմ օգնություն տաս, որ քո հայրենակիցը թեկուզ զինվի պաշտպանի։ Դատի է պետք է անենք, դա խնդիր չի։ Առանց դատի է պետք է արվի դա, եթե փող ունես, ճիշտ եք ասում, Աստված, ասենք, Այսինքն մարդը պիտի տա, որ դիմացը ստանա, չէ՞ պարտադիր չէ փողով տա։ Իհարկե։ Այսինքն պարտադիր չէ օգնություն։ Հիմա մեկը դրա կարիք եք ասում, կներեք մի շվրթովելու համար, դու մեխանիզմ եք ասում, որով արտանացնենք։ Հա, հասկանում եմ, նպատակը արտանացնումը ցանկացած միջոց, բայց կներեք, էլի ուրեմն ինչքան մենք ընկածենք, ինչքան մենք ստորակարշ, չգիտեմ, որ կրամոլենք, որ պետք է մեզ դրա համար թուրքերն առնում են մեզ, էլի փողով։ Դա եմ ասում, էլի։ Չէ, այստեղ ամեն ինչը նյութականով չի։ Այստեղ օրինակ ես սիրտս ցավում է, տեսնում եմ, որ իմ հայրենակիցը ագրեսիվ դանակով մեկին սպանում է։ Օրինակ կամ մեկը մուրում է, կամ մեկը բան է անում։ Եթե այդ անտարբերությունը դի կոտրվի, այսինքն եթե մարդը քայլ է անում, օրինակ է ծառայում։ Իհարկե։ Հարցը ֆինանսի չափը չի, հարցը բան չի, ոնց որ ասած շատերը բարեգործություն են անում իրանց շահի համար։ Բայց հիմա մեր մեջ կորել է այդ սրտացավությունը իրար հանդեպ։ Այդ պետք է վերականգնել, եթե մենք չվերականգնեցինք այդ սրտացավությունը, մեզ ցավոտ են արտնասնելու։ Դա անվիճելի է, իհարկե։ Հասկանա՞մ, խոսքը դրա մասին է, ոչ թե նյութերի, ես անուններ չեմ շեշտում, ես չեմ ասում կոնկրետ այս մեկը տանիսեր անփող տա, ես բացարձակ դրա հետ չեմ, ինչը փողով է, ես չեմ ընդունում, առհասարակ Չնայած այն աշճանի ենք մենք այսօր ասել, որ նույնիսկ եթե փողով պետք է արտնանան, તો թող արտնասնեն ու հայրենիքը չկորցնեն։ Նայեք, սենց ասեմ, էլի Արտակ ջան, ես շատ լավ մասնագետների գիտեմ, որ այսօր քրտնաջան ուրիշների հանգանակությունով լուրջ գործ են անում։ Բայց եթե մասսայական ներդրում արվի, հանուն պաշտպանության, ոչ թե ստամոքսի, տեղ ստամոքսի խնդիր չկա։ Այսինքն մեր ոգին կոտրվեղած է ու գնալով քայքայվում է։
Այսինքն հիմա եթե ասում ենք թե արթնանանք ով միավորվի, այսինքն այն որ վարկերի տակ ճեռում են, որ հիվանդանոցներ դուք մտել եք, տեսել եք ինչ է կատարվում։ Մի տարի առաջ ուրիշ էր, հիմա բոլորը հիվանդ են, բոլորը արդեն հոգեկան են դառել։ Այսինքն այդ նշանակում է, որ ամեն մեկը ընկած է նեղ իր խնդրով, մենք պետք է չմոռանանք, որտեվ այսօր որ եթե գիտնականը, չգիտեմ, 60,000 դրամ է աշխատավարձ ստանում կամ 100,000, ինքը նախընտրում է տաքսի քշել, կոպիտ ասած, որ իր ընտանիքը պահի, այն ասում է դե հիմա երեխես սոված է կոպիտ ասած, ես չեմ ինչքան էլ գյուտ անեմ, եթե պետությունը կամ չգիտեմ, ինչ-որ գիտակցությունը ժողովրդի չի գնահատում, ես իմ մասից էլ չեմ կարող փոխել։ Դե գիտեք ինչ, դե հենց այդ է, մեր իսկ իրական կյանքի ցուցիչը դա է։ Դասախոսքը ով պետական կրթօջախում երեխաների մասնագետներ է կրթում 41,000 դրամ փող է ստանում։ Դե այդ արդեն այդ ողբալի է, այսինքն մեր խնդիրը դա հենց էս է մեր երեսը։ Ոնց է պետությունը գնահատում դասախոսին։ Ու մասնագետ եք ուզում։ Դուք այդտեղ լափ եք ասֆալտներով ու չգիտեմ անիվներով ու մնացածներով դասախոսին 41,000 դրամ փող տակ, որ մասնագետ է կրթում։ Վաղվա ձեր տեխնոկրատին է կրթում, այդ դեգեներատներ։ Դե դրա համար այդ գիտակցումը չի ու շատ բաներ ոնց որ դիտավորյալ արվի։ Հասկանա՞մ, այսինքն այս շղթան եկել է ու շարունակվում են, այս չէ որ 10 տարի առաջ սրիկաներ են, բա դիտավորյան են անում, ինչ են անում։ 10 տարի առաջ էլ էր, տենց 20 տարի առաջ էլ էր, տենց այնպես չէր որ այսինքն բայց գնալով պարապանքներ եկել, այտենց չէր։ Հեսա էլի այնտեղ ոմանք կսկսեն Կրեմլի, Մրեմլի եւ այլն 15 տարի առաջ տենց չէր։ Թողեն 5000 լուսավոր տղեն լնեին, Արցախը այսօր հայկական լներ։ Ձեզ հետ միասին գնայինք մի հատ Գանձասար, հետո Դադիվանք, հետո մի հատ էլ Ամարաս։ Սենց չէր ելնի, էլի, ձեր ասած այդ էներգետիկան սենց չէր ելնի, էլի։ Մենք կհամախմբեինք, մենք կստիպեինք ու քարվաճառը մի ստորագրությամբ չհանձնեինք։ Դա համար պետք չի համեմատել, էլի, նախկիններին այսօրվա սրիկաների հետ, դավաճանների հետ։ Չէ, համեմատելու չի, բայց ուզում եմ ասեմ, թեկուզ սոցիալ-տնտեսականով էլ ժողովրդի գիտակցությամբ էլ այն ժամանակ էլ լավ չէր։ Իհարկե։ Բնական։ Դե դրա համար էլ հետևանքը այսօրվա այս ողորմելիներն էին, էլի, որ մարդիկ հելան։ Այսինքն մարդիկ վստահելով, որ ինչ որ մարդիկ սրան չեն բերել, մարդիկ մերժել են նախկինին։ Բնականաբար։ Սրա տեղը ինչ էլ մի էշել ելներ երևի կբերեին, էլի, այնքան որ զզվացած էին։ Այնքան որ զզվացած էին ու լզված էին։ Համաձայն եմ։ Դրա համար, այսինքն հետևանքը պետք է գնաց դեպի պատճառներ։ Հիմա մենք նայեք, sense մի հատ էլի կարևոր ինֆորմացիա եկե, որ ասում եմ ձևավորվում է անկախ ամեն ինչից, ինչքան էլ կողքից խանգարեն չեն խանգարի արտաքին ուժեր, ներքին ուժեր, որ լինելի են խանգարողներ, զգուշացնում եմ։ Ձևավորվելու է իրական նոր ինքնապորտկոմ, կարելի ասել հեղափոխություն չասեմ, բայց sense իրական ցասման էներգիա է ձևավորվում, որը շատ կարևոր է, որ մենք այս անգամ գոնե գիտակից ձևով չխանգարենք եւ նպաստենք, որ չբաժանեն մեզ։ Այս զգուշացնում եմ։ Լինելու են տարբեր, այստեղ պետք չէ հիմա անդրադառնալ, չգիտեմ, վայ, այս անձը նախկինում էս ինչ էր արել, այս ինչ էր արել։ Այսօր պետք է կոնկրետ ճիշտ ձևով համախմբում, սա բոլորս է գիտակցում ենք, որ պետք է համախմբում, բայց երբ որ նույնիսկ գիտնականները, ազգին մտածող մարդիկ, որ հավաքվում են միտեղ քննարկելու, ելնում հասնում իրար ծեծում են։ Հա, այս վերջի հավաքույթը։ Հասկանում եք, այսինքն դա մեր ամոթն է։ Դե հա։ Այսինքն մի բան մեր ամբիցիաները դնենք մի կողմ, մենք շատ ամբիցիոզ ենք։ Մեր ազգի մեջ։ Բան չի դա։ Հա, բայց այդ ամբիցիան պետք է տանի միավորվելու գաղափարի շուրջ, ոչ թե տարանջատման։ Ուղղակի շատ ենք լծված, էլի, բան ենք։ Հա, բայց պետք է համբերատար գիտակցաբար մի հատ դիմացին լսենք, գանք համագործակցության։ Մենք եկանք համագործակցության, ասում եմ, այդ էներգիան ձևավորվել է ու թափ է հավաքում, սենց դրսից սկսած, սենց գալու են ստեղ ու իրականում ոնց որ ասած, սենց ժողովներ է, տարբեր կուսակցություններ, տարբեր համագործակցություններ, նորահայտ նախկին ձևավորվելու են նոր ազգա ինչ որ անուն են դնելու կոնկրետ ազգային գաղափարախոսություն, ազգության փրկության, ազգի ոչ թե ինչ որ անձերի, որտեղ գալիս է այդ էներգիան։ Թշնամի պետությունը մեզանից լավ հետևում է մեր տրամադրություններին։
իրական ընդդիմությանը, իրական հայրենասերներին, իրական պայքարողներին, երբ որ ինքը տեսնելու է, որ ռեզոնանս է տալու, իրական միավորում է լինելու, որ այս իշխանությունը ռեալ վտանգի տակ է հեռացման, որտեղ իր պլանները կիսատ է, ինքը հարձակում է անելու։ Դե այդտեղ էլ գուցե մեր Դե հիմա այդտեղ մի հատ շատ կարևոր բան կա, որ դեռ sense խմորվում է, որովհետև ամեն վարքյան ոնց որ sense պուլսացիա է գնում, որ իրանց պլանները կարապայի տակ փոխվի կամ արագանա կամ հետաձգվի։ Այդ մենք ենք որոշում, մենք պետք է գիտակցենք մեր համախմբված գիտակցությունը ռեալ թուրքից էլ է ուժեղ, ռուսից էլ է ուժեղ, փրկություն որպես մեզ։ Չգիտեմ, մնացածից էլ ուժեղ, Եվրոպայից էլ ուժեղ, Ամերիկայից էլ ուժեղ։ Եթե մենք գիտակցենք մեր արժեքը, որ մենք ունենք այդ պոտենցիալ, որ մեզ չեն կարա այն ոնց ասեմ, ոչ պատերազմով սպառնալ, ոչ մահով։ Չեն կարա այդ ասենց ասեմ, մենք իրականում հայի գենը, ամեն գեն ունի իր բանը, ինքը ռազմիկի գեն է։ Մենք ռազմիկ ենք, մենք դիվանագետ չենք։ Հա, անկեղծ մեր գենի մեջ մենք ռազմիկ ենք։ Մեր ռազմիկին դրե ճզմել են, կոպիտ ասած, այդ ռազմիկը պայթելու է։ Ֆանտաստիկ ուղեղներ ունենք ու դիվանագետ չենք, իրականում դիվանագետ։ Դիվանագետ չենք։ Մեր Մենք վստահում ենք, մեր սիրտը բաց է, վստահում ենք ու միշտ հարված ենք ուտում, բայց դասերը չենք քաղում։ Այդ է մեր խնդիրը։ Իրականում մեզ չեն կարա հաղթեն։ Դե մեզ կարան խապեն, մեզ կարան դավաճանեն, մենք կարանք դավաճանվենք, դավաճաններ ունենանք, բայց մեզ չեն կարա հաղթեն արճակատման դեպքում ռեալ, թեկուզ անհավասար ուժերով։ Եթե մեզ մեջքից չխփեն, ես հիմա էլ եմ ասում։ Հիմա ես գիտեք ոնց է, սենց եմ նայում եմ մեր երեխեքին, մեր մատաղ սերունդին, աճող երեխեքին աշկերի մեջ այնքան նոր բան եմ տեսնում, իրական թաքնված էներգիա, անկախ դրանից թե ինչքան է այդ երեխեքին, չգիտեմ, միջավայրը մի քիչ խախտե, փչացրե, շեղե, էլի։ Ես եթե այդ չտեսնեի, այն ազգի գենի արտնացման ոնց որ սացիլները, այսպես ասած, ես չտեսնեի, կարող էի, չգիտեմ, ես շատ վատ վիճակում լինեի, տեսնեի, որ արդեն համակերպվենք, մարում ենք, բայց ես այնպես բան եմ տեսնում, որ չեմ տեսա այս սերունդի մեջ։ Մեր սերունդների մեջ։ Մեր սերունդն էլ վատը չի, լավ բաներ ենք տվել, բայց ես Նեժդեյան ոգի եմ տեսնում։ Տեսնում եմ։ Իրականում այդ էներգիան տեսնում եմ։ Նեժդեին չիմանալով, հա, չեմ կարծում ոչ մեկն էլ ուսմունքները ոչ կարդացել է, առավել եւս սրանք ինչ 18-ից 10 պատմություն են գրում, դպրոցներում էլ մարդավարի չեն անցնում։ Բայց նոր սերնդի մեջ կա էլի այդ պորտկումը։ Ինչ թվում է ամեն դեպքում տունն է ու կենցաղն է էլի իր անելիք անում եւ գենետիկ մակարդակում է դա տեղի ունենում, փոխանցվում։ Հնարավոր է ներդես չկարդա, բայց երկերի մեջ չի կարա էլի չլսի կամ ասենք ես չգիտեմ անկեղծ ինչքան մեծանում եմ, ինչքան գիրք եմ կարդում, ինչքան կարդում եմ, ուսումնասիրում եմ, մեզ այնքան ավելի եմ ապշում, թե այս ինչ ազգ ենք այն մարդ։ Այս ոնց ենք այսքան գոյատևել, հազարամյակներ եկել ասել մինչև հիմա ու հիմա էլի սենց այդ Աստծո ողորմությունը առաջինն է։ Մենք պետք է չմոռանանք, որովհետև հավատ ասելով մենք համարում ենք մենք շատ հավատքով ազգ ենք։ Եվ իսկապես այդպես է, ախր։ Եվ դրա վառ վկայությունը, հա, բացի 1-2 միջադեպ, այդ հավաքույթներին, միջոցառումներին ես չեմ տեսել դեպք, որտեղ ասենք, չգիտեմ, տոմի 2 շշից հետո թեկուզ հայրենասիրական երգը լինի, ասենք ամբողջ դահլիճը, ամբողջ այդ միջոցառման մասնակիցները, ասենց ոնց որ հոգիները չփառավորվի, կամ ներքուստ քաղաքական այդ բաները, այսինքն միավորող մի ամբողջական էներգետիկ ուժ կա։ Այդպես է, մինչև այսօր է այդպես։ Ուղղակի հիմա քնած է, նայեք, դրսից է լինելու ռեզոնանս։ Քնած չեն, ախր, քնած չեն։ Ես չգիտեմ ինչ է կատարում։ Սենց ասեմ, ոնց ասեմ, պահը չի եկել, չի ակտիվանում։ Այսինքն պահը չի եկել, դե պահը հիմա նայեք, ասենց ասեմ, պահեն է, որ ես ցավոք էլի շեշտում եմ, թե ռոմբիկ գցենք կասկադի վրա, ինչ անենք։ Չէ, կասկադը չի փրկի, բայց ասենց իրական, այսինքն պետք է իրական անձնազոհություն որոշակի։ Պարոն Ափանյաններ, էլի ոչ Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ, ոչ էլ։ Կամ այդ անձնազոհություն չի, բա ի՞նչ է։ Այդ մարդուն որ նայում ես, կամ թեկուզ նույն Լևոն Մացականյանին, մնացածներին բոլորին։ Դե իրանք իրականում
ընդեղից լինելով հանդերձ իրանց մեսիջներով մեզ ողջևորում են դուխ են տալի։ Այդ շատ կարևոր է։ Այսինքն այդ թշնամին այդտեղ իրան ներսից ուտում է։ Հասկանա՞ք, այսինքն որ ոնց թե, այսինքն իրենց գենի մեջ դրանց չկա, իրենք նախանձում են մեզ։ Դրա համար ուզում են մեր ամեն ինչին տիրանան, որ իրենք երկար մնան, որտեվ Բաբելոնը վերացավ, Ասորիստանը վերացավ, շատ գերտերություններ վերացան, մենք մնացինք ի շնորհիվ մեր գենի ռազմի ոգու։ Հիմա եթե օրինակ, ասենց ասեմ, կոպիտ ասած, ցանկացած մարդ ունենում է տրամադրության անկում, բարձրացում, էմոցիաներ դրական, բացասական։ Ես իմ վրա շատ եմ փորձել, որ երաժշտությունը կամ մեղեդին ինչ ձև է անդրադառնում։ Ու երաժշտությունը ամենաուժեղն է հոգուն վրա անդրադառնում։ Այսինքն եթե մենք իրականում ամեն օր փորձենք հայրենասիրական երգեր լսենք, մեր մեջ այդ միշտ արթուն կմնա, որ ճիշտ բայ խոճապի չմատնենք, որտեղ մեզ ուզում են խոճապի մատնեն, հանկարծակի բերեն, հիշեք։ Հանկարծակի բերեն, որ համ ներս խառնի, համ դրսից հարվածներ լինեն։ Ուզում են հանկարծակի բերեն։ Ես զգուշացնում, չտվեք քաղաքական մանիպուլյացիաների։ Չէ իրար հայոյեք, իրար ներս գիտակցեք մի բան, որ դիմացը հայ է, հա, ինքն էլ է սխալական, ես էլ եմ սխալական, բոլորս էլ սխալ ենք արել։ Լավ ժամանակն է այդ սխալները դնել մի կողմ, այդ սխալները շտկելով գնալ առաջ իրականում։ Մեր պոտենցիալը շատ հզոր է։ Չգիտեմ, եթե այդ էլ չանենք, ուրեմն մենք էլ արժանի չենք որպես հայ մնալ։ Չէ, անելու ենք ու Պետք է անենք։ Այո։ Պետք է անենք։ Աստված Բայց լինելու են խոչընդոտներ, խանգարողներ, շատ է լինելու։ Ու թևերի չբաժանվել երբեք։ Մի հատ ասենց, այսպես ասած, կախարդական խոսք է պետք, որ հա ես էլ եմ հայ, արի մի հատ քեզ գրկեմ։ Այսինքն մեզ այդ է պակասում։ Օրինակ անկեղծ եմ ասում, ես փորձել եմ աշխատում, շատ լավ է աշխատում։ Եթե մեկը քեզ ագրեսիվ, չգիտեմ, կարող է մի հատ սխալ բան ես արել կամ չես արել, դիմացին ագրեսիա է ցույց տալի, մի հատ ասում ես կներես։ Արի մի հատ քեզ գրկեմ որպես հայ ես։ Ինքը միանգամից հարությունաշեն փոխվելու է։ Հա, կա տենց բան։ Հասկանա՞ք, մենք այդ ենք կորցրել, մենք մեզ ագրեսիվացրել են արհեստականորեն իրար դեմ։ Մենք մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները, թեկուզ այդ կուսակցականները, որոնք որ չգիտակցելով մտել են այդ սխալների մեջ, իրանց հոգու խորքում կա այդ ճշմարտությունը, որ բայց պետք է ռեզոնանս տալ։ Իսկն, որովհետև շատ է շեղված, շատ ալիքներ են անցել Հայաստանի վրայով։ Ու շեղել են բոլորին։ Հիմա գիտակից մարդ ասում է, լավ, ինչ անեմ։ Որն է ճիշտը, ու ինքը փակվում է իր մեջ։ Կարեն Ափոյանն ասեց ինչ արեք, հայրենասիրական երգեր լսեք։ Տոպի միասին մի հատ էլ երգենք։ Պատերազմ են գնում, բարով գնացեք։ Չգիտեմ, քոչարի կազմակերպեք, նայեք, քոչարի բարի իմաստն ինքը ռազմական ու իրար ձեռքերը բռնած, այդ ամեն զարկը ռեզոնանս է տալի ու մեր ոնց որ երջանկայի շատակ Գագիկ Կինոսյան ինչ հրաշալի բաներ էր կազմակերպում։ Հիմա ինչքան շատ լինի նման բաները, դա ոգու արթնացումն է։ Ես հիմա տունը պարապում եմ իշխանած պարը, Գինոսյանի վիդեոն դնում եմ պարապում։ Մի քիչ արդեն կեսին եմ ասել։ Իհարկե բաման գիտեմ, բայց շատ կարևոր է, որովհետև մեր ազգային պարերը մենք պետք է գիտակցենք ամեն մի ռիթմը, թե օրգանիզմի համար է օգտակար, թե բացական էմոցիան դուրս տալու, ոչ թե դի գնանք, չգիտեմ, արտասահմանյանի, հա, դա էլ կարելի է, բայց եթե մենք մեր ազգայինը կոդավորված, մեր պարերը կոդավորված էներգետիկ պաշտպանություններ են ու ռեալ, եթե մենք այն որ ասում եմ պարով պետք է հաղթենք, Ռեյխստագի վրա էլ պարեցինք, կոպիտ ասած։ Այսինքն այդ մեր մեջ կա, մենք պետք է պարենք, մենք պետք է արտահայտվենք, մեր դրական էմոցիաներ տանք, այդ միավորման առաջի լուծումն է։ Պարեց Սասունը ողջ աշխարհը հիացավ։ Հա, այդ փրկությունը մեկ զանգերն են, որ Սարդարապատին մեր եկեղեցիների բոլոր զանգերը էլի ռեզոնանս է տալի, էլի մասել։ Դա գիտականորեն, դա էներգետիկ առումով աշխարհը երբ սկսեց կործանվել դեպի պատերազմներով ու քայքայումնով, երբ որ ամբողջ աշխարհի զանգերը հավաքեցին միտեղ ոչնչացրեցին։ Այդպես պատմական իրադարձություններ եղել են։ Ընդհանրապես ռուբրիկա եմ մտածելու հաղորդման մեջ, որ հյուրերի հետ մի երկտող երգ ենք հայրենասիրական երգերից։ Մի ժամանակ Թումանյան էինք ասում, չգիտեմ ինչի, էլ չենք ասում, բայց ու հետևորդներին էլ պիտի խնդրեմ, օրինակ
Ինձ համար մի քանի երգ կան, որոնք չնայած շատ որը լսում եմ հուզվում եմ։ Հա։ Որը երգենք, պարոն Ափոյան։ Ես երկելուց Բուկու բորան մութ գիշերին պտտում էր ֆիդային Բուկու բորան մութ գիշերին պտտում էր ֆիդային Փամփուշտները խաչկապ քցած հրացաններն ու սերին Փամփուշտները խաչկապ քցած հրացաններն ու սերին Հայ ֆիդային էր, ջան ֆիդային էր, ձեր մայրերը ձեզ ղուրբան Ջան, այ խնդրում եմ դուք էլ արգելի հետևորդներ գրեք ձեր սիրելի հայրենասիրական երգերը Եվ ընդհանրապես, եթե հնարավոր է այնտեղ տեսանյութերով մեկնաբանություններում եկեք զարկ տանք հայրենասիրական ազգային այդ փառավոր էներգիային եւ ինչպես մեր արգելի հյուրը նշեց, դա թող դառնա մեր կենսակերպի առանցքը, ճիշտ եմ հասկանում։ Միանշան։ Եվ որպես ամփոփում, եթե ունեք ասելիք, տեսակ ինձ ստիպեցիք տենց հետաքրքիր բան մտածել, ինչքան հավես։ Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացածից է կախված ցանկացած փոփոխություն։ Պետք է այդ նուրբ բառը գիտակցենք։ Հիմա մենք եթե ցանկացած երկու անձ իրար հետ խոսում է լավ բաներից, ընդհանուր հավես էներգետիկա ստեղծվեց։ Այդ էներգետիկան պետք է հետևողական պահպանել, մեծացնել։ Մենք ոչ թե պետք է նայենք ով է, մենք ինչ խնդիրներ ունենք։ Okay, մենք գիտենք, լավ գիտենք ինչ խնդիրներ ունենք։ Մենք ինչ անենք, որ դրականը ստեղծենք։ Քննադատելը, մեղադրելը, չգիտեմ, հայոյելը շատ հեշտ է։ Բայց մենք ինչ անենք, որ այդ ծաղիկների սերմերը գցենք, որ միավորվենք։ Մենք հիմա մեզ պետք է միավորման սերմեր։ Հիմա երկով կլինի, պարով կլինի, իրար ջանասելով կլինի, գրկելով կլինի, իրար ներելով կլինի, մի ձև անենք։ Ընդհանրապես բարձր տրամադրությամբ հնարավոր է ստեղծել լավ ու դրական արժեքներ։ Տրամադրությունը որ լավ է լինում, ասենք մի բանդերլոկ, որ հետևից ազդանշան է տալիս, շատ չես էլի բառապաշարը օգտագործում։ Հիմա դուք առաջարկեք ինչ որ օր, ինչ որ ժամի, ով ուզում է գա երկի հայրենասիրական երկեր կամ սովորացնի, տարածի, օր նշանակեք ինչ որ այգու բոլոր կան հայրենասիրական երկ երկեն։ Դագավարիլիս։ Okay, ես էլ մեծ սիրով կգամ կմասնակցեմ։ Շատ բարի։ Խոսենք հայրենասիրությունից, հայրենիքից, ազգային արժեքներից։ Մեծ սիրով, մենք եկա նկարենք ցույց կտանք։ Այսինքն պետք է դենց բաներով անենք, որ մեկն էլ տեսնի ոգևորվի, ասի ախպեր, ես չեմ ուզում քաղաքականության մեջ խառնվեմ, ես ուզում եմ գնանք ինչ-որ մի հայրենիքի հատված, օրինակ, մի հատ եկեղեցու բակ, օրինակ, այս Ռասիայի բակը գնանք, լիքը աղբկա, մի քիչ մաքրենք։ Կոպիտ ասած։ Այ, վայ, լավ, համոզեցի։ Օրինակ, ուզում եմ ասեմ, մի լավ բան անենք, ծառ ջրենք։ Չասեմ տնկենք, կարանք տնկենք։ Ծառ ջրենք, ցույց տանք, որ մի բան անում ենք։ Ինչ անենք։ Բերեք անենք։ Ոչ թե, հա, զենք չունենք, ոնց կրվենք, չէ՞։ Անենք, ռեզոնանս տանք, կրվողը կկրվի, գիտնականի իր տեղը կաշխատի։ Давайте։ Այսինքն ավելի մանրամասն հաղորդումից հետո։ Հա։ Շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք եւ հյուրընկալվեցիք։ Շնորհակալ եմ ես։ Սա Life Armenia YouTube-յան ալիքներ։ Մեր հյուրը Extrasense Կարեն Ափոյանը։ Շնորհակալ ենք, որ հաղորդումը դիտեցիք, մեր երկերը լսեցիք եւ իհարկե ամենակարևորը բաժանորդագրվեցիք մեր ալիքին։